Բարև ձեզ, դուք դիտում եք լրազումը տաղավարում, այսօր իմ գործընկերներ Կարեն Հարությունյանի եւ Թաթուլ Հակոբյանի հետ կանդրադառնանք ընթացիկ քաղաքական հասարակական իրադարձություններին, որոնք կարելի ասել ճակերտավոր թեժաշնան շրջանակներում բուրըն զարգացումներ են ունենում, նույնիսկ անկանխատեսելի, այդ անկանխատեսելի գործընթացներից մեկը նաեւ առևտրականների, գործարարների դժգոհության ալիքները, որը բարձրացավ շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելուց հետո, որով պահանջվում է անպայման փաստաթղթավորում ապրանքների, ինչը խոշոր բիզնեսի ստվերում գտնվելու պատճառով բնականաբար մանր ու միջին ձեռնարկատերերը չեն կարող ներկայացնել, հետևաբար ընկնում են հարկային, այսպես մամլիչի տակ եւ ամեն օր կարող են տուգանվել։ Կարեն, այս շարժումը ինչպիսի հանգուցալուծում կարող է ունենալ եւ արդյոք պետք չէ սա քաղաքականացնել առևտրականների մասին։ Նախ եւ առաջ այս շարժման հիմքում էլ խնդիրը քաղաքական է։ Հայաստանում խնդիրների մեծ մասի հիմքում քաղաքականությունն է, որովհետեւ եթե նայենք ինչ տեղի ունեցավ առևտրականների բողոքի ցույցի ժամանակ եւ ինչ հետևանքներ կամ հետևանքներ չունեցան հետագա գործողությունները, միանշանակ գալիս ենք այն համոզմանը, որ իսկապես խնդիրների հիմքում քաղաքականությունն է։ Մասնավորապես ոսկու շուկայի սեփականատերը տեսախցիկի առջև ջարդում է առևտրականների սեղանիկները, տեսանյութը հրապարակվում է բազմաթիվ լրատվամիջոցներով, ոստիկանությունը հայտարարում է, որ ինքը հիմք չունի, հաղորդում չունի գործ հարուցելու համար։ Մինչդեռ Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ մամուլի հրապարակումը քննչական մարմինների դատախազության ոստիկանության համար բավարար հիմք է գործ սկսելու համար։ Այսքանից հետո մնում է ենթադրել, որ ոստիկանությունը դա չի ընդունում որպես հաղորդում, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով։ Այո, կիրառվում է այսպես ընտրովի արդարադատություն, եւ հետաքրքիր է, որ նույն այդ մարդու հետ կապված ոսկու շուկայի սեփականատիրոջ մամուլում հրապարակում եղավ, որ նա պարտական է իշխանություններին եւ անձնվերաբար ծառայում է նրանց, քանի որ որդու հետ կապված խնդիրներ առաջացել, երբ որդին մի քանի տարի առաջ կրակել է մի քաղաքացու, վիրավորելով նրան, այնուհետև փախել է, հետո բերել են, այստեղ դատել են, կոմպրոմատ կա այդ մարդու վրա։ Հա, դատել են եւ ազատվել է իր տղան շատ քիչ, կարճ ժամանակահատված պատիժը կրելով եւ արդեն հասկանալի է, չէ՞, ինչ տրամաբանությամբ այդ մարդը ու ինչ էնտուզիազմով պետք է ծառայի իշխանություններին։ Մի կողմ էլ ունի խնդիրը, որ այս առևտրական խավերը չունեն իրենց իրավունքները պաշտպանող մասնագիտական կազմակերպություններ, արհմիություններ։ Հայաստանում փաստացի արհմիությունների ինստիտուտ գոյություն չունի։ Եթե լիներ արհմիություն, խնդիրը գուցե ուրիշ ձևակերպում ստանար, ուրիշ հետևանքներ ունենար։ Բայց նաև արհմիության չգոյության բացակայության խնդիրն է, որ այսպես կամայական տարբեր գերատեսչություններ կարողանում են խնդիրը անտեսել կամ անուշադրության մատնել։ Հայաստանում այդ արհմիությունների կուլտուրան զարգացած չէ, ինչպես մնացած ոլորտները, երևի այդ հասարակական կյանքի կազմակերպման եւ իրոք պետք է ուշադրություն դարձնել այդ հանգամանքին։ Թաթուլ, դու բավականին հոռետես ես Հայաստանում փոփոխությունների հեռանկարի առումով եւ երբ նայում ենք ընդհանուր խճանկարին, այսպես դժգոհությունը հասարակության շրջանում, քաղաքական շրջանակներում, այսպես հասել է եռման կետին եւ անընդհատ այսպես եռման process-ի մեջ է։ Սա էլի քո կարծիքով գնալու է հանդարտեցման, ինչ որ մեկին ինչ որ բան կտան, առևտրականների սիրտը կշահեն եւ Սերժ Սարգսյանը բարեհաջող կպաշտոնավարի մինչև 2018 թվականը։ Մի ամբողջ ատենախոսության հարց է տալիս Դերենիկ, բայց կփորձեմ շատ կարճ պատասխանել։ Նախ, առաջին հերթին ոչ իրավական երկրում, որտեղ իշխանությունները չեն ընտրվում ժողովրդի քվեի ճանապարհով, այլ 5000 դրամներով են ընտրում եւ կեղծիքներով եւ մյուս այլ հայտնի եւ անհայտ մեթոդներով, նման երկրում
օրինական ճանապարհով անհնար է պայքարել իշխանությունների դեմ։ Սա պետք է հասկանան բոլորը, նրանք ովքեր ուզում են Հայաստանին բերել փոփոխություններ։ Այսինքն, սա ես ասում եմ մասնավորապես նաև այս սահմանադրության փոփոխությունների, չէ՞, դու կարող ես ունենալ գերազանց սահմանադրություն, գերազանց օրենքներ, բայց դու կարող ես ունենալ Սերժ Սարգսյան եւ Լիսկա եւ այդ ամեն ինչը ջարդուփշուր անել։ Այսինքն, եթե ինչ որ հարց ուզում են այս երկրում լուծել, փոփոխություններ բերել դրական իմաստով, սահմանադրական ճանապարհով գրեթե բացառվում է։ Երկրորդ, վերադառնալով այս ոսկու շուկայի դեպքին, նախ իհարկե շատ դատապարտելի է այն ոճը, որ որդեգրել էր ոչ թե ոսկու շուկայի տնօրենը, այլ ոստիկանությունը, որը ընդհանրապես դրանից ոստիկանապետի շուրթերով ցնցուղներ էր խոստանում քաղաքական կուսակցությանը եւ հիմա չի տեսնում, որ տեղի է ունեցել ակնհայտ բռնություն, ակնհայտ մարդու իրավունքների խախտում եւ ոչինչ չի խոսում։ Ես կարծում եմ Վլադիմիր Գասպարյանի ցնցողները այդ պարագայում չեն աշխատում։ Հա, դե որովհետեւ ինքն էլ է այս արատավոր համակարգի մաս։ Ես որ ասեցի Սերժ Սարգսյան եւ Լիսկա, այդ արանքում կարելի է տեղավորել մի 10 հոգու, 100 հոգու, 1000 հոգու, ես նկարագրում եմ բուրգը, որտեղ բուրգը հենց այդպես է աշխատում, չէ՞։ Ասենք վերևում մեկն է նստած, չընտրված թագավորը եւ ամբողջ բուրգը այսպես հասնում է միջև ներքև, միջև գյուղապետեր, միջև 5000 դրամ վերցնող քաղաքացիներ։ Հիմա վերադառնալով կոնկրետ հարցին, ես կարծում եմ, որ մասնակի լուծում կտրվի, այդ մարդկանց բերանները կփակվի, կասեն դե լավ շարունակեք աշխատել, հարկերի մի մասը տվեք, մի մասը չտաք, այդ մարդիկ շատ երջանիկ ուրախ կգնան եւ այսպես ամեն ինչ կավարտվի հենց այն ձևով, ինչ ձևով ավարտվում է։ Այսինքն ակնկալել, որ մեկ փոքր այսպես բանը մի օջախ, որտեղ բռնկվում է, դա կարող է բերել համատարած փոփոխությունների, իմ կարծիքով շատ նաիվ է եւ դա ցույց է տալիս նաեւ հենց նույն ոսկու շուկայի աշխատակիցների պահվածքը, երբ նրանք որևիցե մեկը չի համարձակվում ոստիկանությանը, ասենք դատի տալ այդ մարդուն, որը բավականին լկտի պահվածք ուներ հենց նույն հեռուստաէկրանի առաջ, հա, ինքը ձայնագրության ժամանակ ասում էր մի անգամ էլ կանեմ ու կանի էլի հարց չկա, եւ եթե մենք չենք համարձակվում դրանից առաջ գնալ, ուրեմն մենք արժանի ենք Լիսկային։ Իմ կարծիքով ես փորձեմ Թաթուլին հակադարձել, որ մենք իրականում Լիսկային արժանի չենք, պարզապես իրավիճակը այնպիսին է, որ ինստիտուտները, որոնք որ տարիների ընթացքում պետք է ձևավորվեին, նաև քաղաքական կամքի դրսևորման արդյունքում պետք է ձևավորվի, այդ քաղաքական կամքը չի եղել։ Հիմա այսօր եթե համեմատենք 10 տարի առաջվա վիճակի հետ, քո ասած բուրգը իսկապես կա, գոյություն ունի, բայց այդ բուրգը շատ փխրուն է դարձել եւ հերիք է 1-2 ուժեղ հարված, որպեսզի բուրգը ամբողջությամբ փշրվի։ Իսկ հարվածը պետք է գոյանա հասարակության դժգոհությունների, ժողովրդի դժգոհությունները կան։ Համակարգողը պետք է լինի քաղաքական ուժերն են։ Տվյալ դեպքում եռյակը, թե արդյոք կկարողանա եռյակը ուժը դարձնել հարված, դա արդեն հարցի մյուս կողմն է, բայց որ այս համակարգը, բուրգը փխրուն է, իմ կարծիքով միանշանակ է։ Կարենա, այսպես տպավորություն է, որ այս իշխանությունների գործելավա ոճը հետևյալ տրամաբանությամբ է աշխատում, ստեղծում են ինչ-որ խոչընդոտներ կամ դժգոհության ալիք գեներացնող ինչ-որ իրավիճակ, այնուհետև հերոսաբար ճակերտավոր լուծում են այդ խնդիրը մասնակի կամ ամբողջական, այսինքն թողնում են նույնը հին վիճակով եւ այսպես հասարակական գոլոշին դուրս է գալիս ամեն ինչ հանդարտվում, ինչպես նշեց Թաթուլը։ Ես օրինակ բերեմ, օրինակ ասենք 100 դրամի շարժումը, երբ բարձրացրեցին, հետո իջացրեցին, մնաց նույնը գինը, բայց ասենք իրենք շարունակում են օգտվել այդ նույն կոռուպցիոն համակարգից, տրանսպորտային, հանրային տրանսպորտի ոլորտում։ Այդպիսի մի շարք օրինակներ կարելի է բերել։ Սա գործելավոճ է, թե ասենք անհեռատես որոշումների ընդունման մի մեխանիզմ, երբ ընդունում են, հետո նոր մտածում են ճիշտ են ընդունել թե չէ,
հետո սկսում են հետ պտտեցնել։ Ես չեմ ուզի նսեմացնել այդ Դե, շարժումների։ շարժումը նսեմացնելու մասին չէ խոսքը, ուղղակի եղավ այն ինչ եղավ։ Որովհետև շատ հաճախ շարժումները, շարժման մասնակիցները իրենք էլ են հիասթափված քաղաքական process-ներից, քաղաքական ուժերից եւ լիդերներից եւ իրենց դժգոհությունը, իրենց գոլորշին արտահայտում են այդ ձևով։ Եվ ես շատ լավ հիշում եմ անցյալ տարվա հուլիսին, երբ սկսվեց 100 դրամ շարժումը, այդ ժամանակ այդպիսի մոբիլիզացիա, հասարակության այդպիսի համախմբում ես չէի տեսել, երբ որ անգամ սպիտակ նիվաներով տղաներն էին կանգառներից մարդիկ վերցնում, տեղափոխում եւ այլն, հասկանալի էր, որ մարդիկ էին, որոնք որևէ քաղաքական կամ քաղաքացիական ինչ-որ գիտակցությունից հեռու են, սովորական շարքային քաղաքացիներ նաեւ։ Ինչ վերաբերում է Բայց իրավիճակը մնաց նույնը, չէ՞։ Դրանից հետո, այսինքն չթանկացրեցին, մնաց հին համակարգը, որովհետև համակարգի փոփոխության համար քաղաքական գործընթացներ են անհրաժեշտ, չկա քաղաքական գործընթաց, ցանկացած քաղաքացիական շարժում կամ հասարակական շարժում վերջո ինչ որ լուծում ստանում է կամ տարալուծվում է, քաղաքական process-ներն են, որ տանում են ինչ որ իրավիճակի գլոբալ փոփոխության։ Դրա համար, այսինքն, բայց մյուս կողմից քաղաքական process-ները տարանջատել քաղաքացիական process-ներից նույնպես ճիշտ չէ, որովհետև այդ քաղաքացիական պորտկումներն էլ քաղաքականության հետևանք են իմ կարծիքով, հենց դրանք պետք է ամբողջականության մեջ դիտել։ Այո, ինձ թվում է սխալ է առանձնացնել քաղաքացիական եւ քաղաքական, որովհետեւ առանց քաղաքացիականի չկա քաղաքական, առանց քաղաքականի չկա քաղաքացիական, այսինքն այդտեղ ընդհանուր մի մեխանիզմի մեջ աշխատող տարբեր դետալներ են։ Թաթուլ Դերնիկ, կապված բուրգի հետ, ես կարծում եմ, որ այդ բուրգը շատ ամուր է, եւ այդ բուրգը, որը պարտադիր չի որ լինի Սերժ Սարգսյանին, այդպիսի բուրգ էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եւ այդպիսի բուրգ կար նաեւ Տեր Պետրոսյանի ժամանակ, այն ժամանակ, ասենք, օրինակ, շատ լավ հիշում ենք ամենակարող Վանո Սիրադեղյանին եւ Վազգեն Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ուրիշ մարդիկ էին, հիմա ուրիշ մարդիկ են։ Մի խոսքով այդ բուրգը միշտ կար եւ այդ բուրգը Ռենտայի աղբյուրներն են կրճատվել։ Բուրգը սնող ռենտայի աղբյուրները կրճատվել են։ Այդ բուրգը թուլանում է միայն ընտրություններից առաջ նախագահական, ընտրությունների ընթացքում եւ ընտրություններից հետո մի կարճ ժամանակահատվածում։ Եթե այդ ժամանակը դու չես օգտագործում, հիմա ինչքան ուզում ես հրաշալի երակով արա, թե չգիտեմ, ճաճանչավոր տասնյակով արա, բան դուրս չի գա։ Եվ երբ որ հենց նույն ժամանակ 1.5 տարի առաջ, երբ որ Ռաֆի Հովհաննիսյան, ասենք, դուրս էր եկել հրապարակ, հա, ինչ անուն ասես կպցնում էինք, հարց չկա, ես էլ կարող եմ անուն կպցնել, այս նույն ուժերը որևիցե ձևով չէին մոտենում, ծաղրուծանակի են, չէ՞ ենթարկում։ Ասենք Բարգավաճն ասում էր, որ մենք չենք հասկանում այս մարդն ինչ ա ուզում, Հայ ազգային կոնգրեսն էլ ընդհանրապես, որ մտնում էր հրապարակ, բարևել չէր տալիս։ Հիմա այս ուժերը հավաքվել են ու մենք չգիտենք թե ինչ են ուզում։ Սա մի օրինակ է, որը ուղղակի օրինակը բերեցի ցույց տալու համար։ Ես կարծում եմ, որ հիմա բուրգը բավականին ուժեղ է, բայց նաև չեմ ասում, որ դա չջարդվող է, չէ, եւ կարող է այդ բուրգը, ասենք, ժամերի ընթացքում ջախջախվել, եւ այդպիսի շատ բուրգեր են ջախջախվել։ Ուղղակի կարող է այս process-ը բուրգի գոյատևման գնա սերնդե սերունդ, էլի, ասենք, Սերժ Սարգսյանից հետո մի 10 տարի էլ իր բարեկամներից մեկը գա, հետո այն մյուսը գա, ու այդ բուրգը այդպես պահպանվելով գնա եւ մենք ունենանք չընտրված իշխանություն եւ ոչ իրավական պետություն։ Երբ որ ասում եմ, որ ես ոչ թե հիասթափությունից եմ սա ասում, այլ այն փորձից, որ մենք տեսնում ենք։ Այսինքն ամեն տարին տարու վրա իշխանությունները նախագահական ընտրություններում ավելի քիչ ձայն են ստանում, բայց ավելի, այսպես ասեմ, ամուր են կարճած պահում իշխանությունը։ Թաթուլ սերունդ այդ բուրգի պահպանման քո կանխատեսումը ես միանշանակ կընկալեի, եթե Հայաստանը ունենար, ասենք, նավթի ու գազի հարուստ պաշարներ, այդ դեպքում առավել քան ռեալ կլինի։ Աշխարհում կան տասնյակ երկրներ, որոնք ապրում են խրխռալով։ Եվ Հայաստանն էլ ռեսուրս ունի Ռուսաստանից կիսաանկախ վիճակով, փակ սահմաններով, արտագաղթելով երկրից, խրխռալով ապրել տասնամյակներ։ Չգիտեմ, ինչքանով դա մեծ ձեռք կտա, բայց ամեն դեպքում հուսանք, որ այդպես չլինի, այսինքն ես չեմ կիսում քո
այսպես իրատեսություն այս իրավիճակում։ Շնորհակալություն զրույցի համար, լրազում այսօր այսքանն էր, կհանդիպենք։